Արդարադատության համակարգը Հայաստանում պետք է ենթարկվի վիրահատական միջամտության, քանի որ քիմիաթերապիան այլևս չի օգնում։ Սա վարչապետի վերջին աղմկահարույց հայտարարությունն է։ Ինչու է իշխանությունը կարծում, որ քաղաքացին ու պետական համակարգը ալերգիա ունեն միմյանցից, եւ ինչ դեր ունի այստեղ նոր սահմանադրությունը։ Այսօր կխոսենք արդարադատության համակարգում սպասվող կտրուկ փոփոխությունների մասին։ Ապրիլի 16-ին ազգային ժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի թեզով, որը բացատրում է պետություն քաղաքացի խորը անջրպետը։ Ըստ վարչապետի, քաղաքացին չի ընկալում գործող իրավակարգը որպես սեփականը, քանի որ չի հասկանում, ով եւ ինչպես է այն ստեղծել։ Լուծումը մեկն է՝ ունենալ նոր սահմանադրություն, որը ընդունված կլինի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ եւ անհրաժեշտ քանակի ձայներով։ Միայն այդ դեպքում քաղաքացին կընդունի պետական կանոնները որպես հարազատ արժեք։ Մի հետաքրքիր մանրամասն, որն առաջ քաշեց վարչապետը, երդվյալ ատենակալների ներդրումն է։ Նա հակադարձում է այն տեսակետին, թե Հայաստանը փոքր երկիր է եւ մարդիկ միմյանց ճանաչելով չեն կարող անկողմնակալ մնալ։ Փաշինյանի հարցադրումը հստակ է. եթե քննիչի կամ դատավորի համար երկիրը փոքր չէ, ապա ինչու պետք է փոքր լինի սովորական քաղաքացու համար, ով պետք է մասնակցի արդարադատության իրականացմանը։ Վարչապետի ելույթի ամենակոշտ հատվածը վերաբերվում էր արդարադատության համակարգում առկա մաֆիոզ կառույցներին։ Նա օգտագործեց բժշկական տերմինաբանություն, նշելով, որ նախկին համակարգի վերարտադրվող մետաստազները թափանցել են բոլոր ոլորտները՝ ոստիկանությունից մինչև դատախազություն ու կառավարություն։ Ըստ նրա, այս քաղցկեղը հեռացնելու համար այլևս պետք չեն փափուկ մեթոդներ, այլ անհրաժեշտ է ուղիղ վիրահատական միջամտություն։ Եզրափակելով իր խոսքը, Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ մի մարմին, որը չի բխում ժողովրդի կամքից։ Այսօրվա դատական համակարգը ըստ նրա կտրված է ժողովրդից, եւ այդ կապը վերականգնելը դառնալու է իշխանության բացարձակ առաջնահերթությունը, իսկ այս ամբողջ գործընթացի իրավական հիմքը պետք է դառնա հենց նոր սահմանադրությունը։ Իսկ դուք ինչպես եք կարծում, արդյոք նոր սահմանադրությունը կլուծի արդարադատության համակարգի հին խնդիրները, թե հարցը ավելի խորն է։ Հավատում եք երդվյալ ատենակալների ինստիտուտի արդյունավետությանը մեր երկրում։ Գրեք ձեր տեսակետը մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտման համար։ Մինչ նոր հանդիպում։